կարգը, ներեգություն միջնորդությունը, կալանավորումը գրավոր փոխարինելու հետ կապված եւ ներկայացրեցինք բոլոր պատգամավորների, իրավապաշտպանների, մարդու իրավունքի նախկին երկու պաշտպանների միջնորդությունները, երաշխավորությունները, որից հետո պարոն Եղնուկյանը երբ որ հարց ուղղեց դատարանին, այսինքն դատարանը հայտնեց, որ Ամերիկայի դեսպանատունից միջնորդություն է եղել դատարան եւ իրենք ցանկացել են մասնակցել դատական նիստին, որից հետո պարոն Եղնուկյանը միջնորդեց, որպեսզի դատարանը կարդա այդ միջնորդությունը եւ դատարանը հայտնեց, որ դատարանը պատասխանել է այսօր, այսինքն հոկտեմբերի 6-ին դատարանը էլեկտրոնային փոստով ուղարկել է ԱՄՆ դեսպանատանը դիմումը հետևյալն էր, որ դեսպանը հյուպատոս է ներողություն ցանկություն էր հայտնել մասնակցել դատական նիստին, քանի որ պարոն ԱՄՆ քաղաքացի է, եւ պարոն Եղնուկյանը հետևյալը հայտնեց, ասաց, որ ինքը դիմել է դեսպանին եւ վերջի երկու նամակներով խնդրել էր, որպեսզի դեսպանը հայտարարություն աներ եւ միջնորդություն ու երաշխավորություն ներկայացներ դատարանին, նաեւ մասնակցել դատական նիստին, եւ քանի որ դեռևս նոր է դատարանը որոշում կայացրել, որ հյուպատոսին չթույլատրել դատական նիստին մասնակցելու, հետեւաբար խնդրեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, որպեսզի հնարավոր է, որ դեսպանատունը նաեւ միջնորդություն կամ երաշխավորական նամակ ուղղի դատարանին։ Անկամ մինչև այդ պարոն Եղնուկյանը հարց ուղղեց նախագահող դատավորին, ասաց, եթե նման միջնորդությունը կարևոր է ձեր համար, խնդրում ենք դատական նիստը հետաձգեք, որ դեսպանատնից այդ երաշխավորությունը իր ունեցած տեղեկություններով պետք է գա։ Սա եւ դատական նիստը 10 րոպեով հետաձգվեց։ Ամբողջ դատական նիստը տևեց մոտ 51 ժամ։ Հետո նախագահող դատավորը 5 րոպե ասեց, հետո 10 րոպեով հետաձգեց դատական նիստը, բայց եկավ 1 ժամ 10 րոպե հետո։ Եվ 1 ժամ 10 րոպե հետո գալով ասաց, որ դատարանը չի ստացել որևէ միջնորդություն եւ պարոն Եղնուկյանը նորից ընդդեց, ասեց, քանի որ փաստորեն արդեն եղել է նման դիմում երաշխավորություն եւ դուք չեք թույլատրել, հնարավոր է իրենք պետք է գային եւ դատական նիստում ներկայացնեին դա, խնդրում ենք, որպեսզի հետաձգեք դատական նիստը, որ դեսպանի միջնորդությունը կամ հայտարարությունը կամ հնարավոր երաշխավորությունը ներկայացվի դատարան։ Պարոն Հայապետյան, ներողություն, անամենի դատարանը հաստատում է, որ նիստին մասնակցելու միջնորդություն դեսպանատնից ստացել։ Ընթերցեց, դատարանը ընթերցեց հյուպատոսի միջնորդությունը եւ պատճենը տվեց մեզ։ Այսինքն արդեն ապացույց ստացվեց, որ դեսպանատունը ցանկություն է հայտնել մասնակցելու դատարան նիստին։ անձամբ ուզում է։ Այո, հյուպատոսը, այո։ Եվ հետեւաբար նաեւ պետք է ինչ-որ փաստաթուղթ ներկայացվեր։ Եվ դրանից ելնելով պարոն Եղնուկյանը կրկին միջնորդեց դատական նիստը հետաձգել, արդեն երկրորդ անգամ, երբ որ դատավորը ասեց 5-ից 10 րոպե, բայց 1 ժամ 10 րոպե հետո եկավ, հետևյալ ձևով մերժեց միջնորդությունը, որ դուք չներկայացրեցիք բավարար ապացույցներ, որ դեսպանատնից կարող է նման երաշխավորություն գալ։ Այնինչ ինքը մեզ տվեց այդ նյութի եւ հետո պարզվեց, որ դատարան իր նախաձեռնությամբ դիմել էր կալանավորման գործի բոլոր նյութերը ստացել էր եւ վերջում հարց ուղղեց նախագահող դատավորը քննիչին, թե քննիչը ինչ կասի գրավի հետ կապված, քննիչը երկու բան ասեց, այսինքն երկու բանը հետեւյալն էր, որ եթե Կարո Եղնուկյանին թույլ տան գրավ կիրառվի եւ նա ազատության մեջ հայտնվի, ապա նա կարող է ազդել վկաների վրա եւ կարող է ազդել այն վկաների, ովքերի դեմ ցուցմունք են տվել եւ այն վկաների, ովքեր դեռ չեն հարցաքննվել, կազդի, որպեսզի իր դեմ ցուցմունք չտան։ Մենք նախագահող դատավորը հարց ուղեց, ասեց, կարող եք ասել, կան այդպիսի վկաներ, որ ներկայացվել է, դատարան ներկայացվել էր կալանքի ժամանակ 10 վկաների հարցաքննության արձանագրությունների առաջի էջերը, քննիչը պատասխանեց, այո, մենք ներկայացել ենք այդ 10 անձանց։ Այդ 10 անձանց մեծ մասին մենք տեղյակ ենք ովքեր են եւ իրենք ընդհանրապես չեն ճանաչում Կարո Եղնուկյանին։ Այդ դեպքում մենք նախագահող դատավորին հետեւյալ հայտարարությունն ասեցինք, միգուցե քննիչը լավ չի հասկացել, եթե քննիչը հայտարարում է, որ այս 10 վկաները ցուցմունք են տվել Եղնուկյանի դեմ, ու պարզվեց, որ այդպիսի ցուցմունք չեն տվել, ապա սա ակնհայտ սուտ ցուցմունք է դատարանում տալու եւ խնդրում ենք,
մեկ անգամ եւս թող քննիչն ասի, այս 10 հոգուց կա գոնե մեկը, ով Եղնուկյանի դեմ ցուցմունք է տվել, երբ որ քրեական գործ հարուցելու եւ ցուցմունք տալու հետ կապված հարց առաջացավ, դատարանը նորից հարց ուղեց քննիչին, քննիչն ասեց ոչ, այդ 10 անձանցից ոչ մեկը Կարո Եղնուկյանի դեմ ցուցմունք չի տվել։ Այդ դեպքում հարցրեցինք, ասեցինք կա, լավ, ոչ այստեղ կա գոնե մի հոգի, որ ցուցմունք է տվել Եղնուկյանի դեմ, այդ դեպքում ասեք այդպիսի մարդ կա, որ Եղնուկյանը ազատության մեջ գտնվելու կարող է ազդել այդ անձի վրա։ Քննիչը չպատասխանեց այդ հարցին, ասեց, որ դատարան չի ներկայացվել այդպիսի նյութ, կա, բայց դա նախաքննական գաղտնիք է, ես չեմ կարող հայտնել։ Ինչին դա դատարանն ասեց բնականաբար, որ ինքը չի կարող դա հիմնավոր համարել։ Եվ երկրորդ բանը, որ ասեց կարող է թաքնվել, նախագահող դատավորը հարց ուղեց, ասեց ինչ հիման վրա եք ասում, որ կարող է թաքնվել, կա այդպիսի նյութ, քննիչը բառացի հետևյալն ասեց, որ մենք Կարո Եղնուկյանին բերման ենք ենթարկել եւ նա չի հասցրել այնպիսի վարքագիծ դրսևորի, որ մենք կարողանանք ենթադրություն անել, որ նա կարող է թաքնել։ Այսինքն ըստ էության ինքը արդարացրեց Եղնուկյանին։ Չնայած ասեմ Եղնուկյանին բերման չեն ենթարկել, քննիչները եկել են Եղնուկյանի տուն, զանգել են, Եղնուկյանը բացել է դուրը, մոտ 5 ժամ քննչական գործողություններ է կատարվել, հետո իմ հետ միասին